Մայիսի 17-ին Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրում տեղի ունեցավ խաղաղ ակցիա իրազեկում։ Համայնքի մի շարք բնակավայրերի բնակիչներ եւ Գազտոպ ընկերության աշխատակիցներ կառավարության եւ պատկան մարմինների ուշադրությունն էին հրավիրում ընկերության գործունեության կասեցման հետևանքով առաջացած ճգնաժամի վրա։ Ակցիան կրում էր բացառապես աշխատանքային եւ սոցիալական բնույթ եւ չուներ քաղաքական ուղղվածություն։ Գազտոպ ընկերության ղեկավար կազմը, աշխատակիցները եւ հավաքի մասնակիցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին պահանջ-խնդրանքով, վստահ լինելով, որ կառավարության ղեկավարը ականջալուր կլինի իրենց խնդրանքին։ Ընկերության ցանցի գլխավոր ֆինանսիստ եւ հավաքի կազմակերպիչներից Բենիկ Ալեքսանյանը հավաքի ընթացքում նշեց, որ ընկերությունն ունի շուրջ 400 աշխատակից եւ մինչեւ ընկերության գործունեության կասեցումը յուրաքանչյուր ամիս ավելի քան 100 միլիոն դրամ հարկ է վճարել պետբյուջե։ Վերջինս ընկերության աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնեց պատկան մարմիններին, մասնարարպես գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին իրավական ընթացակարգով թույլտվությունների որոշումները տրամադրելու համար։ Չնայած բոլոր թույլտվությունների առկայությանը անհայտ պատճառներով չի վերաբացվում գազալցակայանների ցանցը, ընդգծեց ընկերության աշխատակիցը դիմելով վարչապետ Փաշինյանին։ Այս ամենից ելնելով խնդրում դիմում ենք պարոն վարչապետ Փաշինյանին մեզ աջակից լինել, քանի որ բացման հարցում, կալոնկաների բացման հարցում, քանի որ նա բազմիցս ապացուցել է, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին, հայ տնտեսվարողի կողքին։ Ակցիայի կազմակերպիչներն իրենց ելույթներում ընդգծում էին, որ ընկերության 400 աշխատակիցները արդեն 1 տարի 3 ամիս գործազուրկ են, ինչը ֆինանսական հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացրել, ստեղծելով կենցաղային անելանելի իրավիճակ։ Վերջիններս շահագրգիռ բոլոր կողմերին մեկ անգամ եւս ընդգծեցին, որ իրենց ակցիան կրում է բացառապես սոցիալական բնույթ եւ շարունակելու են խաղաղ ակցիաները իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես չի լուծվել իրենց խնդրանք պահանջը։ Մենք ուզում ենք շենացնենք այս երկիրը, ուզում ենք հարկեր վճարենք, ուզում ենք արդար, սրտանց, ջանասիրաբար աշխատենք այս երկրում եւ չարտագաղթենք ստեղից։ Եվ կոչ ենք անում անպատասխան մարմիններին, որպեսզի կյանքի կոչեն այն որոշումները, որ արդեն կայացվել է պետության կողմից թղթերի տեսքով։ Այս ակցիան մենակ մեր Գազտոպ գազալցակայանների ցանցի աշխատակիցների պահանջը չի, այլ շատ ու շատ համագյուղացիների Արարատի մարզի բնակիչների։ Շատ շնորհակալ ենք ձեզ բոլորից, որ մտահոգ եք այս հարցով, այսօր հավաքվել եք այստեղ։ Հույս ունենք, որ մեր բոլորի խնդրանքը կկատարվի եւ գազալցակայանները կբացվի։ Հավաքի մասնակիցները, որոնք ոչ միայն ընկերության աշխատակիցներ էին, այլև հարակից բնակավայրերի բնակիչներ, ընդգծում էին, որ 17 գազալցակայան ունեցող ցանցի գործունեության կասեցումը նաև հավելյալ անհարմարություններ են ստեղծում մեքենան լիցքավորելիս ժամանակի ծախսատարության առումով։ Ակցիայի ավարտից հետո կազմակերպիչները ընդգծեցին, որ պատկան մարմինների կողմից դրական արձագանք են սպասում։